այսպես դնում եմ հասարակ ժողովրդի դեր։ Սա շատ կարևոր քննարկում է, բայց մասնագիտական քննարկում է սա։ Սրանից էլ կարծիք հետը, որ մասնագետների նստած խելացարաչակներ են անում, որոնք ընդունել են։ Ձեր ասածից պարակալանաչան, որոնք կանոն թշնի մսի արտադրություն է։ 80-ական թվերին այնքան շատ է թշնի մսի, որ Կարեն Սիրոպիչ Դեմիրճյանը վագոնով ուղարկում էր Հեյդարալիևին, չերես Բաքու էր, վագոնները գնում էին Մոսկվա։ Սենց բաներն է բիզնեսի զարգացման համար քննարկումներ եք անում, բայց հասարակ ժողովուրդը չի եկանում այս քննարկումը այն մասայի համար, որը քիչ շատից հասկացել է ինչա կատարվում։ Հարկերի համար։ Պարոն Բագրատյանը մոռացել է, որ հաստատակ գրված հարկ է ինքը սահմանը։ Դերձակը Վարշավիլը 5000 մուծում էր, ուրիշ բանի հետ գործ չուներ։ Ճկուտ քաղաքացիություն։ Ես չասեցի դրա։ Այսինքն կա 74 թվի Ֆրանսիայում եմ եղել։ Ստեղ այդ մանր բիզնես, բան չկա, բոլոր պետական են, այնտեղ այդ կոչվում են մարշե։ Առևտրականները մինչև երկուսը գալիս էին հրապարակներում դնում էին իրանց ապրանքը ծախում էին, հետո գնում էին, մանր բիզնեսներ են օգտագործում։ Ես հարցրեցի, ասի ո՞նց եք վճարում հարկերը։ Ասեցին, տարվա ընթացքում որոշակի հարկ մուծում ենք մենք, իրանց չափով գիտեն ինչ անում։ Տարվա վերջին հարկային տեսուչը գալիս է, դնում այդ ամբողջ թերթերը մուծածը, ստացածը, լրի բերում է զրոյականի և տալիս է այդ մարդուն։ Այսինքն հարկային տեսուչի հետ գործ չի ունենում։ Իսպես երկրում միլիցիայի ոստիկանությունից տաղնուսակ մինչև կատախարություն սպառնում են հարկի հավաքում։ Նշեցիք ընտանիքի հարցը։ Մեր սերունդը պատերազմից հետո առաջացած սերունդը 4-5 երեխայից պակաս չեն ունեցել մեծանողները։ Ինչ լավ են ապրել, չէ, բայց բերել են այդ մարդիկ երեխայք, մեծացրել մենք փառքաստու, մենք մեր ընտանիքներն ունենք։ Ճիշտ բաներ եք ասում, գյուղացիությունը։ Առաջ որ գյուղ են գնում, գյուղացիներն այդ սեղաներ գցում, որ մենք քաղաքում չենք տեսնում։ Հəmi մենք որ գյուղ են գնում, մեր հետ սնունդ ենք տալու։ Շատ ճիշտ է, գյուղը պետք է զարգացնել։ Ինչ եմ ես ասում ես ամբողջը։ Ես նայում եմ ժողովրդի տեսակետից, ինձ գնում եմ ցածր մակարդակ ունեցող մարդու։ Այս մեր քննարկումը բարձր մակարդակ ունեցող, ասենք միջին մակարդակ ունեցող մարդու համար է։ Մակարդակի հարց չի, ինձ չէ տեղեկատվության հարց ավելի շատ։ Մարդը կարող է գյուղատնտեսություն լավ հասկանա մեզանից 10 անգամ լավ։ Ստեղ ուրիշ հարց եմ ես ուզում ասել։ Տեսեք, հիմա ես որ լսում ես քննարկումը, մարդիկ ինչ հետևություն անում, ստիվ որ դուս գամ ես դրելով չհասկացողի տեղ ու մոռանում եմ ես ամբողջը։ Մենք գնում ենք ընտրությունների, հիմա ես չհասկացա, Նիկոլին հանելու եք թե չէ։ Հասկանում եմ, ուզում ասել, ես ամբողջը, կապեք դրա, որ հասարակ մարդը իրան չի հետաքրքրում։ Կներեք վերջացնել։ Օրինակ, մի քանի բան ակցիոն ոնց որ սուտ ասեց, բերեց ինքը եկավ իշխանության, մեր ընկերը նշեց, չէ, բանկերը վարկեր են տալիս։ Իսկապես մարդ չկա, որ վարկի տակ չլի։ Նիկոլը արդեն բան անում, որ մինչև 1 միլիոն ինչը, այդ վարկերը հետ չանել։ Հասկանում եք, հետո ուրիշ էլի բան է դրվելի կխապի։ Թոշակները կխապի։ Ու ինքը բան կանի։ Մերեք կապենք ես ամբողջ քննարկումը հիմնական նպատակի հետ, մենք ընտրությունները չթաքցնենք այդ բանը։ Եվ գնանք այդ բանով, ճիշտ է։ Բայց ասել կարևոր բան, շնորհակալ եմ շատ։ Ասել մենք պետք է անձերից մի քիչ ենկոմել լինենք, այսինքն ինչը լինելու կառավարության փոփոխությունից հետո, ինչի համար ենք այս մարդկանց փոխելու։ Մենք պետք է ցույց տանք մեր հասարակությանը, թե ինչի համար ենք փոխելու, որպեսզի նույն խնդրի առաջ ամեն անգամ չհայտնվեն։ Ինչու ենք մենք խոստումի տեսքով սա բաժանելու, ներկայացնելու մեր հասարակությանը, այս քարտը, որպեսզի բանը աշխատողակացություն լինի գրված, չլինի թե ես այդպիսի բան եմ ասել, չեմ ասել, գրված։ Մենք պետք է մեր երկրում ամեն փոփոխության ժամանակ ասենք թե ինչի համար է փոփոխությունը, մարդով չպայմանավորվենք փոփոխությունը, ինքը կգնա նույն խնդրի առաջ չկանգնենք,
ծրագրով պետք է առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր տեղեկացված չեն տնտեսագիտությունից, փորձենք բարձեցված կարգով, կամ որ տեղեկացված են ուրիշ բաներից, հասկանալի կարգով ասել, գործ լինելու է։ 1. Դու եթե աշխատում ես, քեզ պահում ես, քեզ խանգարող չի լինելու։ 2. Քո ծնողը իր թոշակի մեծ մասը տեղին չի տանում։ 3. 4. Գյուղում, եթե դու ապրում ես, ու սիրում ես քո գյուղը, դու կարաս ապրես այդտեղ, երեխաներին կարաս կրթության էլ ուղարկես, ու քո աշխատանքով հնարավորություն ես ունենալու ապրես։ Գյուղում խոպանի հույսին չես լինելու։ Եվ 5-րդ, դու ունենալու ես քո տանիք, քո գլխի վերևում, դու ունենալու ես քո տունը, որպես յուրաքանչյուր հայ, ով երազում է մի բանի առաջինը, ունենա մի տեղ, որտեղ ինքը կզգա, որ դա իր սեփականն է, սեփական տուն։ 5-րդը կունենաս